Լիզայի հետ է կապված։ Լիզան ինչ կապ ունի, ախպերս։ Չգիտեմ, բայց պետք է ամեն ինչ անեմ, որ իմանամ։ Սպասում եմ վաղը ավտոն բերի, ես էլ արանքում մի քանի ճշտումներ անեմ։ Պետք է գամ կողքը դեղնիմալ։ Չէ, որ խփելու պահը եկավ կզանգեմ։ Ապրես, Լիզ ջան։ Անսպասելի բաներ ես անում։ Մենք պետք է հանդիպենք, տեղու ժամ ասա։ Չդիմացար։ Ասում եմ տեղ ասա։ Հիմա այդքան էլ հարմար չի էլի, թող մնա հետո կտեսնվենք։ Կամ էլ կգամ ձեր տուն մի հատ կոֆե կտաս։ Ինչ կլինի որ։ Ցինիզմը թե չտեղ ինչի լավ կլինի հնարավորությունը օգտագործես ու հենց հիմա տեսնվենք, թե չէ հետո կարող է չհամաձայնեմ էլ։ Մի ժամից հարմար է գամ։ Հարմար է։ Հենց հաճելի է, որ դու ես ամեն ինչ անում, որ մենք հանդիպենք։ Ցինիկ։ Մաշ, խնդրում եմ լսի։ Երդվում եմ, ես վերջին անգամն է, ես պետքա դուրս գամ տնից, ես կարևոր հանդիպում ունեմ, հետո կգամ քեզ ամեն ինչ կբացատրեմ, հետո քեզ կասեմ ու Շնչի։ Արտաշնչի։ Ես քո համար էլ ոչ մի բան էլ չեմ անելու, մինչև չբացատրես ինչա կատարվում։ Մաշ, խնդրում եմ, շատ կարևոր է։ Ես ու Արտակը դուրս են գալիս, մի քիչ գործեր ունի ամուսնյակ հետ։ Ես էլ պիտի մարդ տեսնեմ։ Կսպասես, չէ՞ դու։ Հա, կսպասեմ, բայց միասին եք գալու, չէ՞։ Ոյ, չգիտեմ, բայց գալուց ասեց Արտակը սուշին կբերի։ Մաշ, ես էլ եմ դուրս գալիս, մի ժամով ընդամենը։ Մաշ, խնդրում եմ քեզ, շատ կարևոր է։ Ես Այդ տղայի հետ է կապված։ Հա, Մաշ, եթե ես այդ տղային չտեսնեմ, ինքը հետո Հովոյին է տեսնելու։ Շատ կարևոր է, որ ես Հովոյից առաջ տեսնեմ։ Այսինքն, ինչ կապ ունի Հովոյի հետ։ Մաշ, խնդրում եմ, դու ինձ ճանաչում ես, չէ՞։ Գիտես, որ անիմաստ էսպես չէի խնդրի։ Ես կգամ, հետո քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ասա տեսնեմ ինչ ա եղել, տենց շտապ որ գործից կտրեցիր ինձ։ Պապ, ես ամեն ինչ հասկանում եմ։ Գիտեմ, որ Ագնեսի հետ հարաբերությունները դեռ շարունակում ես։ Ու եթե դու ինձ չես լսելու, այդ ամեն ինչը պիտի շարունակես, այդ արա մեր տնից հեռու, որովհետև ես ինչ-որ սխալ խաղեր եմ տեսնում ու այդ իմ դուրը չի գալիս։ Ինչ ես խոսում, ինչ խաղեր։ Այն, որ Ագնեսը մեր տան մեջ նոր հիվանդ է գտել խնամելու։ Հիմա էլ իբր Ադելի համար է անհանգստացած ու անընդհատ զանգում է Լիզային։ Այդ արդեն իրենց գործն է։ Մեր գործը չի։ Չէ, պապա, իմ գործն էլ է։ Ինչը վերաբերվում է Լիզային, իմ գործն էլ է։ Լսի տղես։ Լարիսը չկա։ Ու այդ աղջիկները մենակ են։ Ագնեսն էլ իրանց հորքուրն է։ Հա, փաստորեն դու էլ ես տրամադրված, որ Ագնեսը պիտի գա մեր տուն ու գնա։ Նախ եւ առաջ մեր տուն չի գալու, Արսեն արդեն տեղափոխվում է, էլ մեր տանը չեն ապրելու։ Ու երկրորդ, մենք այդ մարդկանց ընտանեկան հարաբերություններին չպետք է խառնվենք։ Մեր գործը չի։ Լավ, պապա, հերիքա դաստիարակչական քարոզներ կարդաս։ Ես մեկա չեմ թողելու, որ ինքը աղջիկներին մոտ գա։
Եթե պետք լիներ, հիմա իրանք ուրիշ հարաբերությունների մեջ կլինեին։ Տես, ես իհարկե շատ լավ հասկանում եմ, թե ինչն է պատճառը քո այդ պահվածքի, քո վերաբերմունքի։ Ես գիտեմ, թե մամատ մահից առաջ ինչ ցանկություն է ունեցել ու գիտեմ նաև, որ դու այդտեղ ներկա ես եղել։ Փաստորեն պատմել է։ Հա։ Ու ես ինչ որտեղ հասկանում եմ քեզ։ Ես շատ լավ գիտեմ, թե ոնց ես նեղվել դու։ Հա, նեղվել եմ։ Նեղվել եմ թե այն հարցերից, թե պատասխաններից, որ կարող է լսեմ ու ինձ դուր չգա։ Չէ։ Մամայիդ հետ կապված չկա մեծ պատասխան, որ քեզ դուր չգա։ Այդ հաստատ իմացի։ Այդ առումով հանգիստ եղի։ Ուրախ եմ, որ գոնե հիմա այդ ասացիր։ Բայց ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա չէի ուզի, որ իմանաս։ Մի խոսքով գնամ արդեն։ Դու այդ մարդուն տեսել ես, չէ՞։ Որ հիմա տեսնես կճանաչես։ Հա, երևի։ Ինչի։ Հեչ։ Ուղղակի հարցրեցի։ Привет։ Ասա, լսում եմ։ Կլինի ուրիշ դեմքի արտահայտությամբ լսես։ Իմ դեմքի արտահայտությունն է սա։ Ասա ով ես ու ինչ ես ուզում։ Հասկանում եմ, որ պատահական չես հայտնվել։ Կամ հովոից ինչ ես ուզում ու ինչի պիտի այնպես անես, որ հովոն քեզ հրավիրի տուն կբացատրես։ Ահա, հեսա ամեն ինչ կբացատրեմ։ Որտեղից սկսեմ։ Լիզա, նստի մեքենան։ Ինչ որ բան է կատարվում։ Լիզա, նստի մեքենան ասաց։ Ես չեմ նստի քո մեքենան։ Ճիշտ կանես նստես։ Չզանգեցիր։ Եթե չեմ զանգել, ուրեմն կարիքը չի եղել։ Կա որ եկել ենք հետևիցդ։ Չես տենում, հետս աղջիկ կա։ Տենում եմ, բայց ուզած երկու բառ պետք է խոսանք։ Ոչ տեղն է, ոչ էլ ժամանակը։ Գնա աղջիկա հետ խոսա, այդքան էլ անդաստիրակ չենք։ Հիմա ուշադիր լսում ես ինձ։ Անում ես այն ինչ որ ես քեզ կասեմ։ Ես տուն եմ գնում։ Էլի կգնաս տուն, բայց ես չեմ ուզում, որ իրանք մեզ հետևեն ու քո տանտեղը իմանան։ Իրանք չգիտեն դու ով ես ու կարան ինձ քեզանով սպառնան։ Կարան մտածեն, որ ընկերուհիս ես։ Այսինքն, բայց իրանք ով են, ինչ են ուզում։ Լիզա, այդ հետո։ Ես ում ես սպասում։ Արտակի հետ էի խոսում։ Դա Լիզան ուր է։ Դուրս եկավ խանութ։
Լիզ, ամեն ինչ նորմալ է, հանգստացի, խնդրում եմ։ Ինչն է նորմալ։ Ինչ կլինի հեռու մնա ինձնից, հանգիստ թող։ Ես այնքան խնդիրներ ունեմ, ինձ համար դու նոր խնդիրներ մի ստեղծի։ Լիզ, նորմալ է ամեն ինչ, շնչի, խնդրում եմ, ամեն ինչ լավ է։ Ինչն է նորմալ։ Դու ես չգիտեմ դու ով ես, ինչ ես ուզում մեզնից։ Գալիս եմ այստեղ հասնում, որ հասկանամ ինչ ես ուզում, որովհետև Հովոն արդեն քեզնով է հետաքրքրված։ Գալիս են քեզ վախացնում, հետո դու ինձ ասում ես, որ Լիզ, շնչի, ամեն ինչ նորմալ է, խնդրում եմ։ Դու անցի ես կում։ Ձեռներդ քաշ, արա կթաղեմ։ Ոնց որ լավ չհասկացար, հա, ինչ ասեցի։ Ուզում ես դու տուն չհասնես, քեզ տանեն այսօր, արա։ Չէ, դու չես հասկացել, լավ, ո աղջիկը օգնի, որ հասկանա։ Վատ ես։